Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր մարտի 11։ Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ եւ այսօր եւ հավիտյան։ Եբրայեցիս 13-րդ գլուխ 8-րդ խոսք։ Աստծո ժողովուրդը խորվշտով է խորհում տաճարի ավերակների մասին, առավել քան իրենց մյուս բոլոր աղետների մասին։ Սակայն ինչ փոփոխություններ էլ լինեն երկրի վրա, Աստված նույնն է մնում, հավիտյան իմաստուն եւ սուրբ, արդար եւ բարի։ Նրա մեջ փոփոխություն չկա, ոչ էլ դարձի ստվեր։ Նրանք ջերմեռանդությամբ աղաղակում են Աստծուն ողորմության եւ շնորհի համար։ Մեզ դարձրու, ով Տեր, դեպի քեզ։ Ողբ 5-րդ գլուխ 21-րդ խոսք։ Աստված երբեք ոչ ոքի չի թողնում, մինչև նրանք չեն թողնում Տիրոջը։ Եվ եթե Աստված նրանց դարձնի դեպի իրեն պարտականության ճանապարհով, անկասկած նա շուտով կդառնա դեպի նրանց ողորմության ճանապարհով։ Եթե Աստված իր շնորհով նորոգի մեր սրտերը, ապա իր բարեհաճությամբ նաև կնորոգի մեր օրերը։ Նեղությունները կարող են թուլացնել մեր սրտերը եւ մթագնել մեր աչքերը, բայց հաշտված Աստծո ողորմության գահին տանող մեր ճանապարհը բաց է։ Մեր բոլոր փորձությունների մեջ եկեք լիովին վստահենք նրա ողորմածությանը, եկեք խոստովանենք մեր մեղքերը եւ բացենք մեր սրտերը նրա առջև։ Եկեք զգույշ լինենք տրտունջից եւ հուսահատությունից, քանի որ վստահությամբ գիտենք, որ վերջում ամեն ինչ լավ կլինի նրանց համար, ովքեր վստահում, վախենում, սիրում եւ ծառայում են Տիրոջը։ Միթե Տիրոջ դատաստանները երկրի վրա նույնը չեն, ինչ Երեմիայի օրերում։ Հիշենք Սիոնը մեր աղոթքներում եւ ձգտենք նրա բարօրությանը ամեն երկրային ուրախությունից վեր։ Խնայիր Տեր քո ժողովրդին եւ քո ժառանգությունը նախատինքի մի մատնիր, որ ազգերը նրանց չտիրեն։ Հովել 2-րդ գլուխ 17-րդ խոսք։